Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան Դաշինքից Գառնիկ Դանելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանելյան իր գործընկերների հետ միասին վերջին օրերին եղել է սահմանամերձ շրջաններում, գյուղերում հանդիպել է բնակիչների հետ, կարծեմ փոխանցելու շատ բան կա, պիտի խնդրեմ դրա մասին խոսել, նաև շատ ծրագրավորված կազմակերպված այս ազգակործաններն ու պիղծ ուժերը արշավ են սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց կարծեմ ստացան համարժեք պատասխան, մենք դրա մասին խոսենք, թեպետ քիչ առաջել ենք, արդեն քանի օր է դրա մասին խոսում ենք, այսօր ինչ որ հայտարարություններ արել, որ էլի են նույն տրամաբանության մեջ, որ ինչ փառահեղ բաներ շրջան ենք ապրել Նիկոլի ժամանակաշրջանում, հիմա էլ ասում եմ ամենաշատ, չգիտեմ, աճը, աշխատատեղերը, այսպիսի անհեթեթությունների շղթային նույն տրամաբանության մեջ էր, ինչ որ ասում էր Սարդարապետի օրվա արդիվ հիշում եք, այդպիսի խոսք եւ խոսքը դրանով ամփոփեց, այսպիսի անհեթեթություններ է դուրս տալիս եւ նաեւ վերջին օրերին նաեւ մենք տեսանք, որ աշխատանքից ազատվեց ոստիկանության փոխնախարար Արամ Հովհաննիսյանը, նույն ինքը Նիկոլի Արամը, հիմա կազատվի թե չէ կամ ինչպես սրբազաններ ասում, Խաշի Արամ, Խաշուտով, Խաշլամա էր ասում, ինչ էր ասում, այդ Խաշլամա, ես ներողություն եմ խնդրում, բայց քանի որ իրենք ամեն ինչ իջեցրել են այդ մակարդակին, երբեմն ստիպված ենք լինում մենք էլ, հա, այդ խոսույթով ինչ որ բաներ ներկայացնել կամ այդ խոսքի մեջ մնալ եւ այսպես աշխատանքից ազատվեց, հետաքրիր է, որ ինքը ինչով է ուշագրավ, որ նախ վերջին փուլում Նիկոլի իշխանության գալուց հետո, իսկ այս վերջին տարիներին հատկապես այն մի հատ ինչ որ պատահական մարդու են բերել նշանակել, թեպետ իրանից առաջ ավելի մեծ պատահականություն էր Վաղե Ղազարյան, նրանց հետո սա, այս պատահականությունների թյուրիմացությունների մի հատ շղթա է, սրանք իսկապես խայտառակություն են, որպես մասնագետներ, որպես պրոֆեսիոնալներ, դրա մասին շատ հեշտ կարելի է դատողություն անել, միայն հետևել օրվա լրահոսին, քրոնիկային, թե ինչ է կատարվում։ Առավոտը զարթվեց, ուզում եք հենց այսօր նայեք, դանակահարություններ, սպանություններ, խուլիգանություն, հարձակում, իրենց իսկ խոսքերով կրկնապատկվել, քառապատկվել է, ամեն օր կամրջի տակ գտնում են մի դիակ, թմրանյութերի տարածում խայտառակ ձևով, տոտոների, վիվառոների տարածում, այսինքն Նիկոլը զբաղված է ազգի պղծությամբ, կործանման, որտեղ ինքը մեծ է խոսում, որ ես էի գլխավոր հրամանատարը, ինչի գլխավորը դու ես, վերածվում է ավերակի կործանման, ցեղասպանության, չգիտեմ, ողբերգության, այնպես որ դու այո, դրա բան ես, ու հələ քո նման ինչ որ մեկը համարձակվում է, ինչ որ մեկին պատասխանատվության ենթարկել, հաշվետվություն է պահանջում, չգիտեմ, ինչ մեծ փրթում է հայ առաքելական եկեղեցու հետ կապված ինչ որ բաներ, ես ասում եմ կգամ դրան, բայց մինչ այդ էս ուրա դրա պատկերը այդ Նիկոլի Արամ էր, Արամ Հովհաննիսյան էր, ինչ էր, նախ պատմության մեջ արձանագրվելու է, որ Վահե Ղազարյան եւ Արամ Հովհաննիսյան այս տպերը մնալու եք երկիր հանձնողներ, դուք երկիր հանձնող, դու խայտառակություն, թուրիմացություն, թափթփուկ, տհաս դավաճան, թրքամետ, դուք ջարդելով, հիշում եք քանի անգամ, հիմա դուք էլ ավերիք հիշեք, հիշում եք, որ Գիրանցում փակել են եւ թույլ չէին տալիս, ոստիկանները ջարդելով Թուրքի ճանապարհը, վիժվածք, դու հայ ժողովրդին պայքարողներին ջարդել ես, որ բացես Թուրքի ճանապարհը, այ դու մնալու ես որպես հող հանձնող, տականք սրիկա ոստիկան, դու այդպիսին ես, քո ղեկավար Վահե Ղազարյանը ու լավ է, որ ինքը այդպես օգտագործումը հանում ձեզ շպրտում է, դա Նիկոլի ձեռագին է եւ լավ է անում, լավ է արել, որ ձեզ հանեց շպրտեց, բայց իհարկե մենք պետք է բոլորս միասին իրան առաջին հերթին շպրտենք։ Սրա հետ կապված եթե ինչ որ բան ունեք կամ այլ ինֆորմացիա ունեք եւ ինչի ընդհանրապես նրան հանեց շպրտեց կամ էլ մի մեծայեսի միջին հանեց շպրտեց Վահե Ղազարյանին։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, վարկածները տարբեր վարկածներ են քննարկվում վարորդական իրավունքների վաճառքի հետ կապված, նաև ըստ լրատվամիջոցների եւ տարբեր աղբյուրների ասում են, որ նաև իր տղան է ոնց որ դրանով զբաղվել, բայց ես չեմ կարծում, որ կոռուպցիոն դրսևորումների համար աշխատանքից ազատած լինեն, որովհետեւ եթե կոռուպցիոն դրսևորումների համար ազատվեն աշխատանքից, պետական համակարգում մարդ չի մնա, որովհետեւ բոլորը կոռումպացված են, բոլորն ունեն իրենց բիզնեսները, իրենց
փայերը, իրենց բաժին, այսպես ասած, եկամուտի աղբյուրներ, ասենք ոչ մեկ աշխատավարձի հույսին չի, էլի, հույսով չի, եթե աշխատավարձի Չնայած աշխատավարձները չգիտեմ, կրկնապատկել, եռապատկել են, բայց ինչ է, աշխատավարձը եռապատկում են, պրեմիա ստանում են, բացի այդ էլ ամեն մեկը հովանավորչությամբ ազբաղում, դա հստակ անարարկելի փաստ է, որ պետական ապարատում ամենաբարձր օղակներում զբաղվում են հովանավորչությամբ, մեծ գումարներ են վաստակում, մեծ գումարներ են աշխատում, դա այս փոքր երկրում դա չես կարող թաքուն պահել, գնացեք տեսեք իրանք որտեղ են ապրում, ինչ պայմաններում են, ինչ մեքենաներ են վարում, ինչ իրենց որդիները այս ընթացքում ինչ բիզնեսներ են դնում, Վահե Ղազարյանը մինչ այդ եւ իր ընտանիքը ինչ ուներ, մի հատ բլած պայթած ինչ որ ասում էր կռաս կամաս, ինչ է, այդպես ավտոմի հիմա շատ կարևոր մի հատ հարց կա, որի մասին պիտի խոսենք, ասենք, ինչ տեղի ունեցավ, օգտագործվեց, շպրտվեց Ոնց որ մնացած բոլոր։ Դե հիմա իրանք ասեն ոչինչ, կարևորը մի քանի միլիոն աշխատեցին։ Ոնց աշխատեցին։ Հա, դե հիմա պատմության մեջ է թորները։ Է որ տավուշը հանձնում էին, այս մարդը իր բերետավորներով եկել էր եւ կազմակերպում էր հայրենը հանձնում է։ Այդ տեսագրությունները ես եմ անձապետ տեսագրություններով զբաղվել եւ վերջի պահին թույլ չտվեցինք որ տեսանյութերը արգրավեն եւ այդ տեսանյութերը հրապարակվեցին ի վերջո թե ոնց են Եվ առավոտյան այդ ծեծ ու ջարդը որ կան այդ կանանց երեխաների խոշտանգման դեպքերի իդեպ որևիցե մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ այդ եւ նաեւ այդ այն օրը որ անհայտ ուրեմն հանգամանքներում երբ որ առանց պետհամարանիշների որոշ տվյալներով ադրբեջանական Բարսաշյան պաշտոնյաների ճանապարհը բացելու համար գյուղի ժողովրդին ծեծի եւ ջարդի ենթարկեցին։ Այդ բերետավորները, որ խոշտանգում էին այդ գյուղի սահմանը պահող այդ մարդկանց, ընտանիքներին, զոհվածի ծնողներին, երեխաներին, այդ խոշտանգման արդյունքում գեներալի ուսադիրներ ստացան եւ բարձր պաշտոնյա եւ պրեմիաներ ստացան, որ խոսում էին ոստիկանական տարբեր ստորաբաժանումներում պաշտոնյաներն ասում էին, ինչքան շատ եք ծեծում, այնքան պրեմիան ավելանում է։ Ինչքան շատ մարդ ենք խոշտանգում, այնքան մեր աշխատավարձները բարձրացնում են։ Ասենք կար մի սանդղակ, այսքան մարդ կծեծես, այսքան քո հայրենակիցների կխոշտանգես, այսքան կստանաս։ Լավ կլինի, ցույց կլինի, միտինգ կլինի, ինչքան ով որ ավելի լավ է իրան դրսևորել ծեծ ու ջարդի մեջ, ով որ ավելի շատ յենիչերություն արել, նա ավելի շատ փող է ստանալու։ Այդ դրա վրա հիմնված է ոստիկանական համակարգը։ Այդ խոշտանգումների արդյունքում է որ մարդիկ մինչև հիմա այդ շատ մարդկանց եմ ճանաչում մինչև հիմա խնդիրներ ունեն տեղաշարժվելու այն որ արգելված միջոցներ են կիրառում ազգային ժողովի դիմաց երբ որ այդ նռնակներն են շպրտում չերում ու նռնակներն են արգելված նռնակները վերջ ազատվեցին պրծան էլի վերջացավ ասենք Վահե Ղազարյան կամ Արամ Հովհաննիսյանին թվում է թե վերջ էլի պաշտոնից Չէ, բայց հետո հետ ողորն արին։ Մի հատ էլ ուրիշ հանցագործություն արեցին։ Մի հատ ուրիշ հանցագործություն արին։ Քիչ չէ արգելված միջոցները կիրառեցին այդ բեկորային այդ վնասվածքները մեր հայրենակիցները ստացան։ Հետո էլ հետ ողորն արին, որ արդեն փաստացի այդ պահին դա արգելված միջոց ա եղել։ Այսինքն այս հանցակազմը, այս հանցանքը, սա մի հատ շղթա է, որը բացվելու է այս գործերը, Տիկին Թովմասյան։ Ոչ մի փակ գործ չի մնալու։ Բոլորը Նիկոլ Փաշինյանին հերացնելուց վռնդելուց հետո այս քրեական գործերը բացվելու է, մարդիկ պատասխանատվություն են կրելու հայրենահանձնման համար, Արցախը հանձնելուց հետո այս անձներ որ դոշը տալիս է տավուշը հանձնելուց հետո, այս էր որ իր բերետավորներով կանգնել արցախցի մեր հայրենակիցներին ծեծ ու ջարդի են ենթարկում։ Երբ որ մարդը ասում էր այ տականք իմ ընտանիքը Հակարի կամուրջից այն կողմը ու այս մարդկանց դա հետաքրքիր չէր։ Հետաքրքիր չէր էթնիկ զտման ցեղասպանության ժամանակ Արցախում որ տեղի էր ունենում։ Այս մարդիկ մի խնդիր ունեին, սեփական ժողովրդին խոշտանգելու խնդիր ունեին։ Որ Նիկոլի աչքին բարձրանան։ Դատվելու են այս մարդիկ։ Դատվելու են ամենախիստ պատժեն արժանանալու։ Հիշում եք մի հատ Բրեժնևի նկարը էլի 45000 շքանշանով ինչով։ Եվ այս հենց է անելու։ Հիշեք բոլորին օգտագործելու դենա շպրտելու, բայց դուք հանգիստ չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում։
Որովհետև սա սովորական բան չի։ Երկիր հանձնող Երկիր հանձնող ջարդես երկիրը պահողների ճանապարհը բացես, որ Թուրքիա առաջ ճանապարհ բացես գան։ Թուրքիա արչև ճանապարհ բացես, Թուրքին այդ հողերը հանձնես, տաս, որ թուրք ավելի բարենպաստ դիրքերից թիրախավորի, որ իմի Խոզնավարում, որ իմի Սյունիքում, երեք կողմից շրջափակված այդ գյուղերը որ կան հրետակոց են, հայ բնակչությանը որ այնտեղ մարդ չլինի ապրող, որ մարդ չմնա ապրող։ Ես Սյունիքի հայցի մասին հեսա քիչ հետո կասեմ, ինչա կատարվել այնտեղ։ Հիմա էլ խնդիր են դրել, որ եթե թույլ կտակ նաև այդ թեմայի մասին խոսենք, Սյունիք կատարած այցի թեմային։ Հիմա այդ հայրենահանձնման պատճառով ինչ ա, այն որ ասում են, դե պահեցիկ են, դե գիտեք ինչ կա, այս մեր հողերը չէր, մեր տարածքները չէր։ Մի հատ որոշակի Նիկոլա խումբ կար, չէ՞ որ տենց խոսում էր բաները։ Հիմա էլ ասում է, դե մարդիկ նորմալ ապրում են, խաղաղության դարաշրջանն է, դե թողեք Նիկոլը խաղաղություն ան։ Խաղաղությունն է։ Այդ որ ամեն օր թիրախավորում են, կրակում են որոշ ամբարտավաններ, որոշ ապերախտներ, որոշ հայրենահանձներ, ասում են, գիտես ինչ կա, թիրախային կրակոտ չի ասում, բանա, մարախուղին ասում, կրակում են, ասում, օդ են կրակում։ Իմ աչքով եմ տեսել։ Ոնց են թիրախավորում տները եւ երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել։ Փառք Տիրոջը, որ զոհեր չեն եղել, բայց ամեն օր կրակում են ինտենսիվ գիշերային ժամերի կրակոցներ են արձակում եւ այս անողնաշար, անինքնասեր, անհայրենիք իշխանությունները հրաման են տվել, որ որևէ մի կրակոցի չպատասխանել, որևէ մի ոտնձգության չպատասխանել Ադրբեջանի, որևէ մի սադրանքի չպատասխանել, թշնամին էլ սանձերը արձակել է, ինչ ուզում են էլ անում է, ինչ ուզում են էլ անում է, նպատակը մեկն է, որ այդ մարդկանց հնարավորություն չտրվի այդ տարածքում ապրելու, որ թողեն այդ մարդիկ այդտեղից հեռանան եւ Ալիևը քայլ առ քայլ քայլելով հասնի մինչև մայրաքաղաք Երևան։ Այդ է նպատակը։ Այդ տակակներ խաղաղության դարաշրջանը եք ասում, խաղաղության խաշմերուկ եք։ Ոչ խաղաղության խաշմերուկը տեսանք, ոչ խաղաղության դարաշրջանը տեսանք։ Ամեն օր կրակոցով է խաղաղության դարաշրջանը կառուցվում։ Թշնամին որ կրակում է ամեն օր մեր երեխաների վրա, մեր կանանց վրա, մեր այն շինականի գյուղացու վրա որ չի կարողանում իր հողը մշակել, այն որ հանձնեցին պրծան այդ հողերը, մի հատ առանձին թեմա է այդ հանձնելու թեման, որ մարդը չի կարող գյուղատնտեսությամբ զբաղվի։ Մի հատ էլ են հողերը, որ մեր վերահսկողության տակ է։ Եթե կրակի տակ։ Այդտեղ կրակի տակ է։ Այդ էլ չի թողում որ մարդը գնա իր անասուն հետևից կամ իր հողը մշակի։ Կարող ենք որ մի ժամ տանք որ գնանք մտեք պատկերացնում եք։ Դե խայտարակություն է սա։ Սա ինչ էին ասում գյուղացիները ինչ էին։ Գյուղացիներն բացի անվտանգային խնդիրներից, որ ասեցի, նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ կա։ Մի հատ էլ էս իշխանությունները այնպիսի պայմաններ են ուզում ստեղծեն մարդկանց, որ իրապես ապրելու հնարավորություն չունենան, սարերի ջրերի վրա ջրաչափ դնելը ո՞րն է։ Սարի ջուր է գալիս, այդ մարդիկ 100-ամյակներ, 1000-ամյակներ այդ հնագուն այդ բնորանում որ փախն են էլի հա որ որ եկա ադրբեջանցիները այո բա ոնց մարդը գործ է անում մարդը հատուկ հանձնարարություններով դեսպանն է չէ՞ թե բանի Ալիևի Էրդողանի ու բանը այդ ջրերի վրա սարից ակունքներից եկող ջրերի վրա ջրաչափ հատնում մարդ իր այգում որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար որ լոբու համար մի հատ ձող մի հատ սարի բերի անտարից էկոպարեկները գալիս են տուգանում են մարդկանց, որ գյուղատնտեսությամբ չզբաղվեն։ Մի հատ գյուղը մի հատ բուտկա, մի քանի քառակուսյանոց բուտկա ալնում, հարկերն ավելացնում, տուրքերն ավելացնում, գալիս մի հատ է 1 միլիոնով, 2 միլիոնով, որ այդտեղ ընդամենը 20000 դրամի, ընդամենը ապրանքա դրած, գալիս 2 միլիոնով ակտ են գնում։ Գյուղերում խանութ չկա։ Մարդիկ պիտի բան անեն, գնան 50, 60, 70 կիլոմետր, որ Գորիսից Արևտուր անեն։ Եվ ստեղծում են պայմաններ նմանատիպ, որ մարդը չկարողանա թե բնականում կենսագործունեությունը չկարողանա ծավալել։ Մի հատ էլ խոսակցություն կար, ես շուտով կճշտեմ, կաթի վրա էլ են ուզում հարկ դնեն 5%, եթե մարդը կաթ ուզենա հանձնի, 5% պիտի դրանից հարկվի։ Ջրի գնով այդ կաթը էլի որ կաթն ու ջուր ավելի թանկ են վաճառում, քան թե կաթը։ Գյուղացին
Կոպեկներով վերցնում են խեղճ գյուղացու կոպեկներով կաթը վերցնում են քիչի մի հատ էլ ասում են մի հատ քեզ պիտի հարկեն մի հատ է պիտի ստեղել հարկ տաս հարկը վճարես փողերը տաս դառը դատես քրտնես այդքան զրկանքներ կրես որ փողերը բերես տաս այս ազգակործաներին որ կայֆեր անեն չէ հանկարծ այդ կայֆերից անմասը չմնան չէ ինչ ասում այսօր էլ ասում ազգակործանը դուք ասում աշխատեք հարկերը տվեք շատ փող տվեք էլի տեղ կա հարկելու էլի տեղ կա քերելու ձեզնից Բերեք տվեք որ մենք կայֆեր անենք որ մենք գնանք ու գիտեք ինչ ասում աշխարհ տենալը լավ բան ասում որ մենք գնանք աշխարհը տենանք որ թուրքերները կան Հայաստանը տեսնեն ու մնան այո ինքը գնա աշխարհը տենա մարդիկ աշխատեն ադրբեջանցիներն էլ գան Հայաստանը տենան արևմտյան Ադրբեջան այդ կեղծ կոնցեպտը որը որ բան անում ու մի բանի վրա եմ ուզում ուշադրությունը գրավել ուրեմն ինչա ընդհանուր կատարվում Սրանք քանի որ այսքան ժամանակ խափել են մարդկանց որ տեսեք մենք խաղաղություն ենք բերելու խաղաղության կուսակցություն ենք խաղաղության իշխանություն ենք եթե մենք չլինենք խաղաղություն չի լինելու քանի որ սա ամբողջությամբ այս թեզը ջարդվում է որտեվ խափ չես կարող չէ ընդհանուր խափես ասես նորմալա կրակոտ չկա այս չկա այն չկա Հիմա իրանց ձեռք չի տալիս որ մեր հայրենակիցները իմանան իրական պատճառը ինչա կատարվում Հայաստանի Հանրապետությունում Իրական դրությունը սահմանում այս մարդիկ չեն ուզում որ մեր հայրենակիցները իմանան եւ որոշակի կաշկանդվածություն կա այն քպայական իշխանության որը որ տարբեր շրջաններում ունեն իրանք տեղերում որ մարդիկ ավելի այսպես ասած ինֆորմացված լինեն եւ դրա համար իրար հերթ չտալով փորձում են պաշտպանել Ալիևի այս գործունեությունը փաստացի խախտում է չէ խախտում է փաստացի Եվ մարդը կրակում է գյուղերի վրա եւ դրա համար որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Այս իշխանություններն էլ ասում են ամեն ինչ նորմալ է։ Հասկանում եք ինչա կա։ Հետո ուրիշների վրա չասեք Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստան, այս մարդը կրակոցը լեգիտիմացնում է։ Լեգիտիմացնում է Ադրբեջանի կրակոցները։ Հիմա էլ ինչ է ասում։ Սա էլ անդրադառնամ, ուրեմն այսօր եկել է ազգային ժողով Ասում է ժողովուրդ աղքատությունը էլի ձեր ուղեղներում է դուք եք մեղավոր դուք ուղեղ չունեք որ քիչ եք ստանում Այսինքն ինքը վունդերկիnd է Այո ինքը չգիտեմ ինչ միլիարդեր է դա այդ զույգը միլիարդեր այո ասում է վիվարոյտերը միլիարդեր է իրանց օլիգարխները միլիարդեր են դարձել Թալանով շիշ բռնող բան մատուցողներն ու փողոցի եսի մինչերը դարձել են միլիարդերներ իրանք չգիտեմ ինչ ուղեղ են ասում է իսկ թերի կրթության արդյունքն հասկանում ես Այն մարդը, որը որ անգամ դիպլոմ չունի, այդ մարդը խոսում է նրանից, որ դա ձեր թերի գիտելիքների պատճառով է։ Ես որ հարցում եմ ուղարկել 70-80% ուսուցիչները ստանում են 100-120 հազար դրամ առավելագույն աշխատավարձ։ Դա իրանց թերի զարգացվածության արդյունքն է, թերի կրթության արդյունքն է, կամ են գիտաշխատողը, կամ են բժիշկը որ աշխատում է, էդի թերի գիտելիքների արդյունք, հա? Ինչ ես լոլոներ կարդում, աշխատավարձի բարձրացում, ես իմ ինչ, դու տեսել ես գնաճ ինչերի է հասել, 8 տարի առաջ ինչ արժեր, հիմա ինչ արժի, մարդիկ ծերին չեն հասցնում, և Էլի հերթական անգամ ես չգիտեմ, էլի ինչքան կարելի է մարդկանց մոլորեցնել, խաբել, ասել որ գիտեք ինչ կա, մարդկանց ուզում է համոզի որ դուք լավ եք ապրում։ Այն որ չեք կարող, որ այդքան վարկ եք վեկալում են վաղ, այդքան հարկերի տակ եք, այդ որ կարկուտը գալիս է խփում է մենք ոչ մի բանով չենք կարող, այդ որ մեր բաները Բեռնատարները Վրաստան կանգնած են չեն կարողանում մի հատ Այո, միջև այդ հարցը չի լուծվել։ Չի լուծվել, գնացել են, եկել են։ Մեծ խոսում ես, բայց դա քո գործն է, դե արա։ Հա, նոր են գնացել այդ հարցը։ Ինչ արեցին։ Եկել են մի հատ մարդկանց հաշվետվություն տվել են։ Երեք են պատվիրակություն ընդեղ։ Մի հատ հոդաբաշխ իրանց պատասխան լսել եք, այդ բեռնատարները խեն ընդեղ կանգնած եւ քիչ հայկական գյուղմթեր կա հասնում ԵԱՏՄ շուկա եւ ուրեմն բացյան երկրներ։ Ես դրա պատասխանը ունեմ, որովհետեւ Վրաստանի ընտրությունների ժամանակ այդ NGO-ները որ կային, ըստեղից էին Հայաստանից էին ֆինանսավորվում այնտեղ վրացական ընդդիմությունը։ Այն փողերը որ արևմուտքից գալիս է, ստեղից չերես այդ կառույցներով սորոսական բան եւ այլ, այդ գումարները եւ այդ ամբողջ հողանավորչությունը բանը ստեղից էր գնում։ Եվ հիմա
Վրացիները, նաև իմ տեղեկությունների, իրենք նաև սրանով պատասխան են տալիս, այդ որ ասում են փայլուն հարաբերություններ ա Վրաստանի հետ, փայլուն հարաբերություններ։ Բա ուր է ձեր հարաբերությունը։ Դե արա գործը։ Արա դե, արա։ Էսա փայլուն հարաբերություններդ։ Ո՞րն է փայլուն հարաբերություններդ։ Ուզում եմ իմանամ։ Շատ լավ, եւ հաջորդ թեման եկեղեցու հետ կապված, թեպետ այսօր արդեն ես այսինքն ձեր կարծիքն է հետաքրքիր, կարծեմ համարժեք պատասխան ինքը հատկապես Սրբազանի Աջապահյանի կողմից ստացավ, ինչ էր ասում, հաչաս թե չհաչաս սա է, Սրբապիղծը ինքը դու ես քո ընտանիքով, անբարոյականն էլ դու ես, դու ով ես, մեծ հաշվը ճիշտ ասում, դու ով ես, ասում ոչ եկեղեցու հավատավոր ես, ոչ մի բան, դու մենակ պղծելով ես զբաղված, ընդհանրապես դու ով ես, որ քեզ հաշվեցան եւ այլն, խնդրեմ։ Ես ուզում եմ այդ ամեն ինչի մասին խոսել ենք, ես էլ իմ գնահատականները տվել եմ, ասել եմ այս օրերի ընթացքում, մի հատ ես ուզում եմ այս էմոցիոնալ դաշտից դուրս գանք, հասկանանք ինչ ա ուզում անի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը պարզավոր հրահանգ ա կատարում Ալբանիայում Տիրանայի պայմանավորվածությունները այդ իրանց բանավոր փոխհմբռնումները, որ կա Էրդողանի Ալիևի հետ, այդ բանավոր փոխհմբռնումները հիմա գետնի վրա իրականացնում է։ Սա հստակ է։ Փաշինյան Փաշիզադե տանդեմը Այսինքն սուրճի դիվանագիտության, այո, մատուցողի դիվանագիտության չի կարա լինի այսքան պատահականություն։ Այո, չի կարա Փաշիզադեն բան ասի։ Մի շաբաթ, այո, Փաշիզադեն իրանց հոգևոր առաջնորդը, Փաշիզադեն ասում է, Փաշինյանը կատարում է։ Փաշիզադեն ասում է Էշմիածինը դա հայերի հոգևոր կենտրոնը չի, այս մարդը թիրախավորում է Մայր Աթոռը, թիրախավորում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչ որ մեկին չթվա թե առանձին սրբազանները եւ այլն եւ այդ լոլոները այս մարդը նոր Հայաստան նոր հայրապետ այդ իր մարդկանց որ ուղարկում էր վեհապարին հետապնդելու վեհարանը պղծելու այո դա սրա շարունակությունն է իմիջիալոց նաեւ երեք հրապարակով քայլելուց ես տեսա դրա կարևոր դերակատարներից մեկին կառավարության շենքից դուրս գալուց այսինքն այո հանձնարարություն ա տվել այդ էլ պատահական չէր որ նաև իր ոչնչություններին նաև որոշ գնում են եւ նաև այնտեղ ուրեմն քահանային գիտեք որ Շիրակի մարզում քահանային այնտեղ այդ հայտնի միջադեպը եւ այլն այսինքն սա ծրագրավորված պլանավորված եւ նաեւ ամբողջ աշխարհում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերակատարությունը նսեմացնելու իջացնելու եւ ասում եմ սա ամենայն պատասխանատվությամբ որ սա նրանց թուրք-ադրբեջանական տանդեմի հագուրտ տալու իր ցանկությունները ծրագիրա այս ոսկուրը մնալու է իր կոկորտում սա բումերանգի էֆեկտ է ունենալու իմիջիալոց այն ինչ որ ինքը անում է տասնապատիկ դրա հետևանքներ ինքը քաղելու է մոնղոլները թաթարները սելջուկ թուրքերն են փորձել հայ առաքելական Սուրբ եկեղեցին ոչնչացնել իրանք ուր են հիմա եկեղեցին կա մնալու է հայ մարդը եթե իր մեջ հոսում է հայ արյուն չի կարող դեմ գնալ հայ առաքելա իսկ սա կոնկրետ արշավա հայ առաքելական Սուրբ եկեղեցու այդ որ ասում եք մենք ուղիղ կապ ունենք Աստծո հետ չէ բաներ կան չէ սրանք բաներ կան մենք ուղիղ ենք կապնվում Աստծո հետ մեղակ ես Տեր Աստված Այսինքն աղանդավորներն են չէ այդ աթեիստները բանը հենց աթեիստները այդ որ եկեղեցու դեմ խոսում են անդադ ազգային արժեքների դեմ խոսում են ասում են մենք ուղիղ կապված չէ աթեիստները չեն ասում աթեիստները ընդհանրապես հավատ չունեն Աստծուն չեն հավատում այդ ուրիշ աղանդավորներն են երևի հիմա այդ մարդիկ ասում են մենք ուղիղ կապ ունենք ասում Թորոսյանն ասում ուղիղ կապ են Թորոսյանը ընդհանրապես ասում ոչ մի բան չեմ հավատում Թորոսյանը չի ասում ուրիշներն են ասում ես չեմ էլ ուզում դրանց անունները տալ բայց սա նաև ինչու՞ չէ նաև ուրեմն աղանդավորներին նաև դուր գալու
այդ աղանդավորական կազմակերպություններից գիտեք, որ իրենց մեջ էլ մարդիկ կան, այդ աղանդավորական կազմակերպությունները, ուրեմն որոնք որ աշխատում են հայրաքելակ, այսինքն սա մի հատ փունջ է, այս մարդը կոնկրետ ծրագրով է հանդես գալիս եւ այս հարցակումները կշարունակվեն։ Ես ուզում եմ նաեւ մի բան էլ ձեզ ասել, որ ես կանխատեսել էի մի քանի շաբաթ առաջ ուղիղ հարց ու պատասխանի ժամանակ իրեն ասել էի, որ դու այս ամեն ինչը քանդելով հասնելու ես եկեղեցուն եւ հիմա էլ նպատակը ուրեմն հա նպատակը բանն է։ Ինքը պատասխան տա 386 եկեղեցի ու մատուցոցը հանձնել։ Բացի այդ հանձնելը դու ընդհանրապես ինքը ով է, որ մի հատ էլ հաշվետվություն է։ Բացի այդ հանձնելն էլ ինքը նաև շուտով արհեստական բանականությամբ վիդեոներ կպատրաստի, տեսանյութեր կպատրաստի։ Բա որ իրանց վիդեոները հրապարական։ Ինչ ա դե։ Այդ կեղծ։ Բա ինքը իր թիմի կեղտոտ անկողնու մասին չի մտածում։ Ես ասում եմ, ես տեսնում եմ, չի մտածում։ Չէ, դե։ Արդեն տես նյութեր կան, բա եթե դու հանկարծ ես գարշելի տիրույթ փորձես մտնել, ամեն ինչ հակառակ կողմ ունի, չէ։ Այո։ Բա վերջացավ։ Շնորհակալություն։